Կրկին ավտոդրայվն է եթերում, եւ մենք ողջունում ենք մեր հեռուստադիտողին։ Համոզված եմ, շատերդ դիտել եք մեր նախորդ թողարկումը, որը կենտրոնացել էր ապարանյան ձմեռ 2026 միջոցառումների շրջանակում անցկացվող Jeep Trophy Sprint մրցարշավի վրա։ Իսկ ովքեր են այն էնտուզիաստները, որոնք կազմակերպել են այսպիսի դիտարժան մրցարշավ։ Դե իհարկե, 4x4 օֆրոդ ակումբի անդամները։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում են հայտնվել այդ մրցարշավի սպորտ դասի մրցելույթները։ Ես են կինոյի մեջի տղենակ ասես։ Հələ ստարտ են այ մի հրաշ, այստեղ գազան ստարտը ալնելու։ Ինչպես ստանդարտ դասում, սպորտ դասում եւս անձնակազմերը մեկնարկում են միաժամանակ, եւ հենց մեկնարկում ամենագնացները հանդիպում են չափազանց բարդ փորձության։ Մեկնարկային թումբը առաջին փորձից հաղթահարում են միայն Արմեն Ղազարյանն ու Մարսել Բրուտյանը։ Այստեղ ամեն մեկը չէ, որ կարող է հաղթահարել այդ փորձությունը առանց խնդիրների։ Մյուս անձնակազմերը հենց մեկնարկային գոտում բառի բուն իմաստով կանգնում են խնդրի առաջ։ Սպորտ դասի մասնակից անձնակազմերն են։ Համար 201 Մարսել Բրուտյան, Արտակ Աղաբալյան, Mitsubishi Pajero։ Համար 202 Արտաշես Ստեփանյան, Գագիկ Կիրակոսյան, Jeep Wrangler։ Համար 203 Երվանդ Ղուկասյան, Հովանես Զաքարյան, Jeep Wrangler։ Համար 204 Սամվել Խաչատրյան, Հայկ Մատենցյան, UAZ Hunter։ Համար 205 Արթուր Պապանյան, Վաչիկ Հախվերդյան, Land Rover Discovery։ Համար 206 Արմեն Ղազարյան, Էդգար Ավետիսյան, Jeep Wrangler։ Երկարատև ընդմիջումից հետո մրցարշավորդների շարքում տեսնում ենք Արտաշես Ստեփանյանին, ով բազմաթիվ հայկական եւ միջազգային մրցարշավների է մասնակցել ու շատ անգամ ճանաչվել է հաղթող եւ զբաղեցրել մրցանակային տեղեր։ Արմեն Ղազարյանի եւ Էդգար Ավետիսյանի հաջորդ պտույտն է։ Եվ կրկին ձնաթմբի առաջ Արմենը կանգ չի առնում։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ մյուս անձնակազմերը անցել են ճոպանակներին։ Շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին։ Հաղորդաշարի գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերությունն է, ավտոյուղերի բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր Նորտուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Քեշուա Արմենիան, Արզնի կաթ ընկերությունը, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, Blitz Motors-ը։ Առանձնակի ուշադրության է արժանի Multigroup կոնցեռնը, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Կոնցեռնը մեծ աջակցություն է ցուցաբերում ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը։
Պետք է նշել, որ սպորտ դասի համար նախատեսված է 5 պտույտ կամ 1 ժամ ժամանակ, մինչև 5 ամբողջական պտույտ կատարելու համար։ Եթե անձնակազմը դեռ ժամանակ ունի եւ հաջորդ պտույտը դեռևս չավարտած սպառվում է նրա ժամանակը, ապա նա դուրս է մնում պայքարից։ Արմեն Ղազարյանի դեպքում ամեն ինչ կարծես պարզ է։ Եթե այլ արտարոց դեպքեր չպատահեն, նա անպայման կհատի վերջնագիծը ժամանակին։ Սամվել Խաչատրյանի շտապողականությունը կարծես հակառակ էֆեկտն ունի։ Նրա ամենագնացի անիվները փորում են ձյունը, ինչը ամենևին չէր մտնում Սամվելի ծրագրերի մեջ։ Ցավալիորեն նրան ոչ ոք չի կարող օգնել, բացի իր շտուրմանից։ Այստեղ նույնիսկ ճոպանն ամրակապելու տեղ չկա։ Սամվելի ուազը կարծես խորն է թաղվել։ Բայց ահա արտարոց դեպքերից մեկը։ Երվանդ Ղուկասյանն ու Հովանես Զաքարյանը ջիփ Վրանգլերով հիմնավորապես թաղվել են ձյան հաստ շերտի մեջ։ Նրանց գործողությունները կապոտի տակ հուշում են, որ ամենագնացը խնդիր ունի։ Էդգար Ավետիսյանը ստիպված է դիմել ճոպանակի օգնությանը, իսկ ճոպանը այսպես ճոճելը սովորական պրակտիկա է ջիփերի համար։ Առավելևս, որ Կևլարե ճոպանը բավական ամուր է եւ դիմացկուն։ Իդեպ որոշ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ պատրաստվում են հենց Կևլարից։ Վաչիկ Հախվերդյանը կարծես շտապում է հավաքել ճոպանակը։ Ամենագնացը դեռ լիովին ազատագրված չէ։ Համընդհանուր պայքարին է միանում Արթուր Պապանյան Վաչիկ Հախվերդյան անձնակազմը։ Արմենի անցումից հետո նույնը փորձում է Մարսելը, բայց ապարդյուն։ Արմեն Ղազարյանի օգնությունը ճիշտ ժամանակին է։ Որքան էլ նրանք մրցակիցներ են, փոխօգնությունը միշտ տեղին է։ Ես ինչ ուրախություն է հիմա սրտիս մեջ քեզ ու բար Ուշ է հիմա շատ ուշ Մի կիլոմետր հիմա պետք է հետ քայլեմ
Բայց ինչպես պիտի Հայկ Մատենցյանը հասցնի ընկերոջ հետևից։ Մարսելն ու Արտակը մեծ դժվարությամբ ազատվում են ծուղակից ու շարժվում առաջ։ Հավաքի։ Երեք լարախաղաց փորձում են խաղալ ճոպանի վրա։ Կարելի է նկատել, որ հենց ճոպանի հետ այսպիսի գործողությունները բավական մեծ արդյունք են տալիս։ Արդյունքում Սամվել Խաչատրյանը կարող է շարունակել մրցելույթը։ Արթուր Պապանյանին հաջողվում է դանդաղ, բայց հաստատուն ընթացքով դուրս գալ ծուղակից։ Ինչպես ասում են, նույն գետը երկու անգամ հնարավոր չէ մտնել։ Սամվելը դասեր է քաղել նախորդ պտույտում կրած անհաջողությունից։ Այսքանով Ապարանյան ձմեռ փառատոնի շրջանակում կազմակերպված Jeep Trophy Sprint մրցարշավն ավարտվում է։ Շնորհակալություն 4x4 օֆրոդ ակումբին հաճելի էմոցիաների համար։ Ժամանակն է ամփոփել արդյունքները։ Ապարանի ձմեռ միջոցառման շրջանակներում Հայաստանի 4x4 օֆրոդ ակումբը կազմակերպել էր Jeep Trophy Sprint տիպի ավտոմրցարշավ, որին ես մասնակցեցի, որտեղ շուտվանից ես չէի մասնակցել։ Իրականում չէ, շուտվանից չէ։ 3 տարի չէի մասնակցել մրցման, 3.5։ Անցած շաբաթ Ազատի ջրամբարում մասնակցեցի, այս շաբաթ էլ այս միջոցառմանը մասնակցեցի, իհարկե շատ լավ զգացողություններ եւ վերհիշում ես նա, որ տարիներով զբաղվել ես եւ ինչ-որ մի պահ բաց ես թողել եւ վերականգնվում այդ զգացողությունը շատ հետաքրքիր էր։ Միջոցառումը շատ լավ էր կազմակերպված, կարևորը կազմակերպիչները իրականում շատ մեծ ջանք էին գործադրել մրցուղի պատրաստելու համար, որովհետեւ ձյան շերտը շատ հաստ էր։ Միջև այդքանը մաքրել են, կազմակերպել են մրցուղի, որը լինի եւ անցանելի էքստրիմ դասի համար եւ ստանդարտ դասի համար։ Մասնակցեցինք մենք ցավոք սրտի, ես եւ իմ շտուրմանը, մեր էկիպաժը ֆինիշի չհասավ, բայց մնացածը շատերը հասան։ Միջոցառումը ունի հաղթողներ եւ ստանդարտ դասում եւ էքստրիմ դասում։ Սպասենք տեսնենք մրցավարները ինչ անուններ կհրապարակեն։ Շնորհավոր ենք մասնակիցներին, շնորհակալություն հայտնենք կազմակերպիչներին եւ հնարավորինս նման միջոցառումներ թող շատ լինեն։ Միջոցառումը անցավ ամենակարևորը անփորձանք։ Չունեցանք ոչ մի լուրջ խնդիր։ Ճիշտ է, եղանակային պայմաններից ելնելով որոշակի դժվարություններ առաջացան, թե կազմակերպիչների համար, թե մասնակիցների համար, բայց շնորհակալություն եմ ուզում հայտնեմ մեր կազմակերպչական թիմին ամբողջությամբ, բոլոր մրցավարներին, գլխավոր մրցավարին, որ կարողացանք շատ արագ, շատ օպերատիվ կերպով բոլոր խնդիրները արագ լուծել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկերներին, մեր աջակիցներին, Ապարանի համայնքապետարանին նման սիրուն միջոցառում կազմակերպելու համար։ Մրցումը կազմակերպված է շատ բարձր մակարդակի, ինչպես միշտ, էլի 4x4 օֆրոդ կլուբը շատ լավ է կազմակերպում։ Բոլորս միշտ գոհ ենք եղել, այս չափաբաժնով ադրենալին երկար ժամանակ չենք ստացել։ Ինչպես միշտ էլ հաղթեց ուժեղագույնն է, էլի փորձեցինք մեր ուժերի սահմանում, ժպտաց բախտը մեզ ինչ-որ չափով, մենք էլ մեր գիտելիքով, մեր փորձը
ցուցադրեցինք արդեն մրցաշավի ժամանակ։ Քո կարծիքով դու ես լավ քշում թե հերդ։ Ես Բայց քեզ ով է սովորացրել։ Պապան Միշտ առաջին տեղ եմ գնելու Ձյունագնացների դաս, երրորդ տեղ Արման Բարեգամյան, երկրորդ տեղ Գագիկ Շահինյան, առաջին տեղ Օնիկ Գասպարյան, ստանդարտ դաս, երրորդ տեղ Վիտյա Կոմիսարով Յուլիա Սիպնևսկայա, երկրորդ տեղ Կարեն Դավթյան, Գրիգոր Ղլտչյան, առաջին տեղ Ռաֆիկ Բաբայան, Խորեն Նարիմանյան, սպորտ դաս, երկրորդ տեղ Արթուր Պապանյան, Վաչիկ Հախվերդյան, առաջին տեղ Արմեն Ղազարյան, Էդգար Ավետիսյան։ Մեր խմբին դիմավորում է Զով դեսերտ ընկերության հիմնադիր Արմեն Գալստյանը մի հիասքանչ տորթով։ Շնորհակալություն մեր հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն, ավտոյուղերի եւ հավելանյութերի Բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդման երկարամյա աջակիցներն են Արզնի կատ ընկերությունը, Քեշուա Արմենիան, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, Blitz Motors-ը։ Առանձնակի շնորհակալություն Multigroup կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Կհանդիպենք։